Բարեկամներ, հարգանքներս, այս գեղեցիկ ճկնաղ տեսարանով մեր սուրբ լեռներն են, մեծ ու փոքր Մասիսները, որոնք ամեն այստեղով անցնելուց մեզ ողջունում են, ուժ են տալիս եւ ճանապարհում մեր գործերին։ Ուզես թե չուզես, վիզ դնես թե չդնես, մեկ է տեսնելու ես եւ հիանաս։ Անկախ ամեն ինչից հիանալու ես այս տեսարանով, որովհետեւ այն աստվածային է, սուրբ եւ իր մեջ դարերի գենետիկան է պարունակում։ Մարդկության երկրորդ սկիզբն է եւ հենց այս լեռն է, որի վրայով Նոյը իջավ եւ այգիներ հիմնեց ամբողջ Արարատյան դաշտավայրով։ Հենց այստեղ որ մարդկությունը երկրորդ անգամ ստացավ շանս եւ այդ շանսը օգտագործում է մինչ օրս։ Ինչքանով լավ, ինչքանով վատ օգտագործում ենք այդ շանսը եւ ամեն մեկս փորձում ենք ինչ որ ձև իհարկե գիտակից մարդիկ փորձում են ինչ որ ձև շնորհակալ լինել մեզ տրված երկրորդ շանսի համար ու ապրում են դրան համահունչ, ստեղծում, արարում, նմանվում մեր Տիրոջը, չէ որ մենք հենց նրա նմանությամբ ենք։ Այսօրվա մեր այս գեղեցիկ ճանապարհը տանում է գեղեցիկ Արտաշատ քաղաքը, հնամենի հին քաղաք Արտաշատը, որը դարերով կա, հազարամյակներով կա ու կլինի։ Հետևաբար այս պահերով ուզում եմ ասեմ Ջան Արտաշատ, Արտաշատ Փարքդ շատ։ Ընկերներ, գնում ենք Արտաշատ սիրված հայրիկի ծննդյան օր շնորհավորենք դստեր ընտանիքի կողմից, որից անմասն չի մնացել նաև Փեսան, Գարուշ աղբերը, ով իր ներկայությունը բացատրում է ոչ միայն անակնկալով, այլ նաև հոբելյարին, այլ նաև իր զոնքանչ մայրիկին է մի փոշ ծաղիկ ուղարկել, որպեսզի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնի եւ իր գոհունակությունը հայտնի, որ այդքան լավ աղջիկ են ծնել, սնել դաստիարակել եւ իրեն կնության տվել։ Սա հրաշք պահ է, սա շնորհակալությունների պահ է, հայկական, հայեցի։ Գնանք հասնենք տեղ սիրուն անակնկալ անենք այս դաշտերի միջով, որը հայ մարդու քրտինքն է խորհրդանշում է, որ հայ մարդը շարունակում է ստեղծել ու արարել, զարմացնել բոլորին, գոհացնել բոլորին եւ հյուրասիրել։ Հայոց սեղաններին հայոց աշխատասիրությունն է դրվում, գինի, մրգեր, բանջարեղեններ եւ այլն։ Մենք շարունակում ենք ստեղծագործել եւ հզորանալ։ Այդ արդյոք մենք հպարտ ենք եւ հպարտությամբ էլ գնում ենք այդ աշխատասեր բնորաններից մեկը, որը հազարամյակներով կա ու կլինի, ինչպես որ նշեցի։ Շուտով պլանավորում են հին Արտաշատի տարածքում պեղումներ անել եւ ստանալ հին քաղաքի հատակագիծը, որտեղ որ բոլորը վստահ եմ, թե հայերը, թե դրսի մարդիկ կգան ու կհիանան այդ քաղաքով, որովհետեւ եղել է ժամանակաշրջանի ամենազարգացած քաղաքներից մեկը Արտաշատը։ 7 բլուրների վրա կառուցված բերդաքաղաք Արտաշատը։ Այն ուղղակի պատմության մեջ շատ ու շատ պատմիչների գրչին է արժանացել։ Որպեսզի պատկերացնենք, այն ժամանակվա պատմիչները եղել են մամուլը, ամենահզոր, օրինակ New York Times-ը ոնց է, այդտենց տեղեր գրվել է մեր Արտաշատ քաղաքի մասին։ Ու հիացմունքով է գրվել ամենակարևորը, որովհետև այն ոչ միայն գեղեցիկ ու մտածածին ժամանակակից քաղաք է եղել, այլ նաև ունեցել է տեսարան, որը աշխարհում ոչ մի քաղաք չի կարող ունենալ։ Մասիսը եւ Սիսն է ունեցել, տեսեք։ Այս հրաշք ապրեցնող տեսարանը։ Բարեկամներ, ահա տեսեք, մենք արդեն մուտք ենք գործում Արտաշատ քաղաք, վերջանում է բետոնապատ ճանապարհը, բետոնաշինվածքով ճանապարհը, որից հետո սկսում է ասֆալտային ճանապարհը, որը իր հերթին էլի հրաշք ճանապարհ է, գեղեցիկ, ուղղակի այս ճանապարհը ունի խնդիր, անցնում է շատ բնակավայրերի միջով, հետևաբար ինքն էլ իր հերթին ստեղծում է նկարահանման վտանգի արկայություն, որ կարող ենք ես նկարել արագաչափերը, որովհետև 110 թույլատրելի գոտուց միանգամից մտնում ես 60, պատկերացնում ես ու այստեղ դրած է արագաչափ, որը հանգիստ կարող եք ես չխկսնել եւ այն դրել են նրա համար, որովհետեւ անցնում է բնակավայրի միջով։ Ես հուսամ, որ շատ մոտ ապագայում այս ճանապարհը կլայնացվի, գեղեցիկ անցումներ կսարքեն մեքենաների համար, ոչ թե ճանապարհի մեջտեղից, այլ ինչ-որ կամուրջներ, որպեսզի թե մեր արտաշատցի բարեկամները անվտանգ լինեն, թե մանևր կատարողները անվտանգ լինեն, որովհետև հենց հիմա մենք պետք է մանևր կատարենք, ու դուք տեսեք ինչքան բարդություններ կա։ Հենց հիմա այն պահն է, որ մանևրում ենք ընկերներ, տեսեք հիմա օրինակ մեքենաների շարժը թույլ է, մեզ համար հեշտ ստացվավ, բայց հավատացնում եմ, որ ինքը այդքան էլ հեշտ բան չի, ու
վտանգավոր է։ Դրա համար էլ արագությունը այստեղ սահմանափակում են մինչև 60, որ հանկարծ մի մեքենաս էլ ալանդով չգա մի 110, 120, 150, 200 ու բախվի բակաբոյ մեկ ուրիշ մեքենայի։ Մուտք են գործում հենց Արտաշատ քաղաք, որտեղ շենքերը 5 արկանի են, եւ մենք հենց այս շենքերից մեկում ենք եկել հյուր, եկել ենք մեր մեծ աղբորը ուրախացնենք, անակնկալ անենք։ Մեր Հովանեսյան մեծ աղբորն հենց ուրախացնենք, որ Գարուշ ջան, մերնեմ սրտիդ, իմ 2 տարվա փեսա աղբեր, թափթազա փեսա։ Հեսա գնանք Զոնքանշ մայրիկին, Ջեմա մայրիկին, այնպեսի անակնկալ անենք, որ այո Գարուշի անակնկալը, բայց ավելի շատ Գարուշի անակնկալն ենք տանում։ Նորա փեսայի սերն ու հարգանքը աներ հայրիկի ու Զոնքանշ մայրիկի։ Դե լավ, դե մենք գնանք առաջանանք, հավաքվել են, չէ։ Հա, դե վсё։ Լավ։ Նորիկ Հովանեսյանես պադյեզդը ո՞րն է այստեղ։ Հա, հա, կանոչ անել Ջեմայա։ Նորոն, հեսա։ Ո՞րն է։ Մեջտեղի պադյեզդը։ Մեջտեղին այսինքն երրորդ պադյեզդը։ Ո՞րն է։ Երրորդ պադյեզդը 4-րդ հարկ։ 1 2 3։ Նորիկի, բայց իրանց ամուսնության 49 տարին է։ Ապրես էտի մի պահ այդպես լինելու, են մեծը կբերեն էլի մեծ ավտով։ Մեզ տեսել են։ Դե հելանք։ Հա։ Աղբերներ եկեք մենք նկարվենք, ես ու արի նկարվենք։ Հա, չեմ ուշանում, արի։ Դեստե կլեք հեսա իջնում եմ։ Հա։ Ինչա։ 1 2 3 աղբեր։ 4 ձախի դուր։ Գնում ենք մեծ աղբեր Նորիկ Հովանեսյանին, ուրախություն տանենք այս քաղցր տորթով փեսայի մասը։ 2 տարվա փեսա, բայց 100 տարվա փեսայի տեղ տալիս է։ Շնորհակալություն։ Ձախը էս ալնում էլի, չէ։ 4 էսի առաջի հարկ։ Երկրորդ հարկ։ Երկրորդ հարկն է այս։ Չէ, էստե չի։ Էստե քաղցրություն է, աղբերություն է, ընկերություն։ Էսի երրորդ հարկ, չէ։ Հասել ենք 4-րդ հարկ։ Հովանեսյանների օջախի դիմաց կանգնած ենք, ասում եմ 2-ն էլ իրան արտաները։ Թույլ տվեք ողջունել ձեզ, բարև ձեզ։ Ճիշտ ենք, չէ՞ եկե։ Այսօր ծնունդ ունեք ձեր տանը։ Ենելիշ ծնունդ, մեծ աղբոր ծնունդ, շնորհավոր ծնունդ, պարոն Հովանեսյան Նորիկ։ Գնանք զալ, անցնենք զալ։ Այստեղից մեզ ասում են գնանք զալ։ Բա այն չեք սա փախկը, եկեք ծափեր տալու։ Գալիս եք։ Եկեք, հələ մի առանձնահատուկ տիկին ջեման թող գաստե։ Տիկին ջեմարի։ Ծննդը շնորհավոր։ Աշկերդ փայլում են, տեսնում եմ։ Եկել ենք շատ կարևոր մարդու կողմից։ Քեզ ուրախացնենք ու 4 հարկ բարձրացել եմ, շունչս կտրվում է, բայց այդ ուրախությունը բերել եմ քեզ, որ առողջ չլնես, լավ լնես։ Ու միշտ սիրված։ Բա ուր է մեր տիկին ջեման։ Հələ դու կանչի, ճողայնացի թող գա։ Ջեմարի։ Ահա։ Գալիս է, բարեկացել։ Դե բան է, ես ու դու անեք, բայ մնացածն չի չեն գալ, դուք իմանաք, ինչ են գնացել այս կողմ այն կողմ չեն գալի ծափեր տան։ Հա, գնացել են բերեն հարսին։ Դե հələ ժամանակ ունենք, թող վարվի մոմեր, դու էլ երազանք պահի, պարտադիր։ Դու պատկերացնում ես որտեղից եմ եկել, որտեղից եմ բերել այս քաղցրությունը։ Հələ դու ասեմ երկու տարբերակ ում կողմից կլինի։ Հիմա մինչև կգա մեր տիկին ջեման, նա կարևոր գործերի վրա է։ Մտ երազանք պահի, չի ու իմացի քեզ շատ սիրում են, սիրում եք, չէ՞։ Դե ծերը ծափերով ցույց կտակ, իհարկե։ Հա, աղբերս եկավ։ Դե մտ լավ երազանք պահի։ Դե այս քաղցրությունը հերուներից ես հանձնում եմ քեզ ու հարցս չի փոխվում, ում կողմից կլինի։ Գերաշ չի ինձ։ Գերաշ չի, իստե մեկ դոլարները կգան, էլի։ Որ քեզ տվելա չի ասել։ Ասելա։ Ես լավ գիտեմ։
Ուզում եմ որ դու ասես։ Ես ուզում եմ որ դու Հուշում եմ անում, նայ, լավ, հուշումներ ենք անում։ Այդ մարդը ձեր կյանքում նորա մարդ է, էլի։ Ու շատ սիրում հարգում է քեզ։ Իհարկե նաև տիկնոջդ, ու ձեզան շատ շնորհակալ է։ Բայց իր կողմն մարդ կա, ով ձեզ միշտ է սիրել։ Որովհետև դուք իր սրբություններն եք, մաման, պապան եք։ Աննայի եւ Գարուշի կողմից մեծ սիրով քաղցրություն ու սեր ենք վերել Ուկրաինայից դե չեն կարող գային այս սեզոնն է էլի բանդաշտերը մշակելու հա Օ տիկին ջեմա հարգանքներս ինչպես եք հարգանքներս հələ գնացեք ձեր ամուսնու կողքին որովհետեւ ձեզ հերուներից սեր ենք վերել խոստով անենք նրա ձեռքերով Не за что, Էս վերցելու պաչի լա А то պաչի էլի թող то պաչի Ապրես, դե ծափեր տվեք ես սիրո համար այդ վերցրու Հիմա քանի որ մեր տիկին ջեման պաչ կորցրեց մի անգամից պաչիկը նվեր արեց Դուք էլ ունեք նվերներ Դաժե նվեր, չէ, նվերա, բայց նվերի մեջ նվերներն են, տեսեք ինչ ծառ ու ծաղկունք է Սա, это специально ձեր փեսայի կողմից, ձեր շատ է սիրում Դե հիմա որ ասում էր ամոթ է, դու պաչի Բա, ամոթով պաչի մի հատ Ամոթ է Դավայ գնա պապի ջան Պաչի, թե չէ, չաստրես Դմրամ է թե պաչի նորմալ, սրտով էտ պաչի մատ ջիդյարով Հələ ոնց է ուզում, պաչի մի հատ Սերը շատ Ամեն պապին օգնի Ամոթ Ամոթ ենք անում բոլորս, բայց շատ գեղեցիկ իր այդ սերը, այդ հարգանքը ձեր մեջ եղած Ես էլ բերել ենք հատուկ կոնյակ Որի վրա գերված է լավագույն ծնողներին Էսի Աննայի կողմից հատուկ, բայց Գարուշի մատնել է խար, որ գա իրար հետ խմեք Կդնեք, ստես սիրուն, սերվանդի մեջ, կպահեք, կպահպանեք, մինչև որ գան իրար հետ անուշանեք Ձեզ ենք շնորհակալ, լավոր, հեչաթային Արա ճիշտ է, այսօր դուք 49 տարի միասին եք Հələ նենց էլ ամոթ ես անում Հələ նայ ոնց է նայում քո դեմքին, այդպես ինչ սեր կա Հա, մետ պաչի հետ այդ առիթով ես հարսանիքը է լրիվ Այդ ծնդի տորով եք պսակվել, հա Մեորեսյանեյան Հա, բայց դե 49 տարի 49 տարի Դե առողջ լինեք Հա, 50-ամյակ օբյեկտ եք եթալու հաստատ Կամ էլ այդ երկու տները միացնելու եք արդեն մեծ սեղան գցեք Ուկրաինայից էլ մարդ կա Հա 50 տարի ոնց եմ դիմացել Երևում է լավ է դիմացել ես, թարմ ես Են որը կողից ասում են պապի մի հավատա Դու անուշ ախպեր ես, դե ձեզ լավ որ Չէ, ոտես հենա տես կախ եմ կծե, բայց պտի գնում եմ հրազդան Ձեզ լավ որ, ոտներս խերով ձեր օջախ Եվ ուզում ենք իմանալ ով է նկարել այս գեղեցիկ նկարները Հələ չի նկարել, է Տատիկ, ջեմա տատի Էդ դու ես արե Հələ այդտան կնդում տենանք ինչ արել է Իմանայի Նոր եմ արել, էսել Բա թորնույն են սովորացրել եք Թորնիկները տեսել են հաճույք են ստացել Ու վերջ, հա, հաճույք ստացան չուզին իրանք անեն Շատ գեղեցիկ է, որ իմանայի տես ծաղիկներ սիրում եք, դրանց կբերենք ձեզ Դի թող աբդե պեսան նորա չգիտի, որ շուտվա պեսալեր կիմանար, որ սիրում եք Դե ոտներս խերով շատ հաճելի էր ձեր օջախում գտնվել Հովանիսյանների օջախը մեզ շատ լավ դիմավորեց, շնորհակալ ենք ու գնում ենք, ձեզ լավ օր Խնդրեմ, քեֆ արեք այսօր քեֆ արեք Հալիշ բանը է, ջահել եք դուք, հա, չի երևում, որ տես 49 տարի եք ամուսնած Վարդան, կարող է սուրճ խմես Պարոն Նորիկ, տիկին ջեմա, շատ լավ սուրճ է, շնորհակալ եմ Որի մամաս, էդ ինչ համոն կոֆե է դնում Ձեր թորդուհին է, չէ դրեք կոֆեն Շնորհակալ ենք Սվետա ջան, ապրես Շատ լավ սուրճ է, շնորհակալ ենք Դե ձեզ լավ օր, ինչպես միշտ շնորհավոր, այսպես միշտ սիրված լինես Բայց կարող եմ հատել ամոթով պաչես նոր այդ հանք Ամոթ անելով Դες բաներ կյանքում մի անգամ ալու Ազի պրծալ Դե ձեզ լավ օր, շատ հաճելի էր, ապրեք, զգացված ենք Լավ եղեք, միշտ սենց ուրախ, թող կյանքը երա Ես պատերից էլ այրում, որ ստե կյանք կա Ես դուր եկավ, հա Շնորհակալ եմ, ապրեք Հա, ես պետք է իշնեմ, չէ, պետք չի 5-րդ հարկա
Գնացինք ընկերներիս հիմա ուղևորվում ենք ուղիղ Հրազդան, որտեղ եւս շատ գեղեցիկ առիթ է դստեր ծննդյանոր եւ մայրիկն ու հայրիկը որոշել են նրան ուրախացնել։ Սեր ու հարգանք, նվեր։ Գնանք մեր աղբերները ստեն։ Ուզում եմ իրանց հետ նկարվեմ, դու էլ կնկարես էլի, որ նկարվում ենք։ Աղբերներս կներեք, որ սպասացնել տվիմ։ Ոնց ես, անտ ինչ է։ Գեղամ։ Դանիել է։ Հա, Դանիել է անունը, Դանիել, ուղղակի գրական ասից Դանիել է։ Չէ, իսկական անունը Դանիել է, հա։ Ուժեղ։ Գեղամ։ Շատ ուժեղ աղբերն է, բա ինչ եք անում։ Երկու հոգով եք մնացել աղբերս թե։ Ուր են մնացածը, գնացել են ֆուտբոլ խաղ։ Հա դուք թաղի մեջ եք էլի միշտ։ Հիմա աղբերներ, բայց դες ինչով օգտակարել են։ բանով, չէ։ Հա։ Ջեմա տատին սիրում եք։ Ջեմա տատին։ Հա, դու են կողից ես։ Լավ տատի է։ Բոլորին լավ է նայում։ Դե ձեզ լավ որ ապրեք աղբերներս, որ հանկարծ օգնելու բանելի խաբար կանեք ընձ։ Լավ, պայմանավորվանք։ Ապրեք։ Ինչ լավ թաղ է այս թաղը։ Որ այս ֆուտբոլի դաշտ է։ Մեր դպրոցի ֆուտբոլի դաշտի նման է, ասֆալտով է։ Հե, ասֆալտ։ Հենց իսկական ֆուտբոլը խաղում են ասֆալտի վրա, նոր հետո դուրս են գալիս իսկական բան։ Խաղահրապարակ։